Երևանի համբույրը այսպիսի խորհրդավոր վերնագրով զեկույց է հրապարակել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ընդ որում, համբույր բառը չակերտների մեջ չեն վերցրել, տեքստն էլ համեմված է ծաղրական երանգներով։ Զեկույցը պնդում է, թե Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով իբր մտադիր է խզել կապերը Մոսկվայի հետ եւ ռուսական ծորենը փոխարինել ուկրաինականով։ Ըստ ռուսական արտաքին հետախուզության ուկրաինական հացահատիկ ավելի քան 50%-ով թանկ է, եւ Երևանը իբր խնդրում է Բրյուսելին փոխհատուցել այդ տարբերությունը։ Ռուսական կողմը սա որակում է որպես 3-1-ում գործարք հացահատիկ Հայաստանին, աջակցություն Կիևին եւ անվստահության մթնոլորտի ստեղծում Մոսկվայի եւ Երևանի միջև։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տվյալների, Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունում Քեդո Օրսեյում տարակուսած են։ Մի կողմից ուրախանալու առիթ կա, Քեդո Օրսեյը սողոսկել տեղեկությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է թույլատրել Մոսկվայի հետ կապող եւս մեկ թել։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ էր գնում Ռուսաստանից, այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներով ցանկանում են ազատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային անհրաժեշտ հացահատիկի ծավալի մի մասը գնելով անաչառից։ Սակայն այ քեզ ձախորդություն, ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Հայաստանի իշխանությունը կտրուկ հերքել է այս տեղեկությունը։ Սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը լուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն։ Իրավիճակը ստացավ նոր զարգացում, երբ թեման մեկնաբանեց Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը մի կողմից հավաստիացրեց, որ Մոսկվան շարունակում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ, մյուս կողմից ուղիղ ակնարկ արեց, որ հետախուզության հայտարարությունները հիմքեր ունեն։ Դե ինչ վերաբերում է արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, ապա դրանք երբեք մերկապարանոց չեն լինում։ Սա առաջինը։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ, ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, եւ մենք դա շարունակելու ենք անել։ Գիտեք, որ բարձր մակարդակով հաճախակի շփումներ են տեղի ունենում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք երկկողմ համագործակցության օրակարգում։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։ Ղազախստանից եկած ծորենի շուրջ ստեղծված քննարկումներին եւ Պեսկովի հայտարարությանն անդրադառնալով վարչապետը նշեց, որ գնումն իրականացրել է ոչ թե կառավարությունը, այլ մասնավոր ընկերություն, որի համար պարզապես բացվել է նոր այլընտրանքային լոգիստիկ ճանապարհ։ Ըստ նրա, խնդիրը պետք է դիտարկել զուտ շուկայական տրամաբանության մեջ, իսկ Հայաստանը լինելով շուկայական տնտեսություն ունեցող երկիր, չի կարող հրաժարվել նոր առաջարկներից։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ծորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ծորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ծորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք, ինչ ծորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Իդեպ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի անունը ըստ ռուսական անկախ մամուլի սերտորեն կապված է ադրբեջանցի միլիարդատեր Գոզ Նիսանովի հետ։ Հետաքննող լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինը եւ նրա դուստրը Վերոնիկան պարբերաբար օգտվել են Նիսանովի անձնական լողավազանից, ընտանիքի անդամները ադրբեջանցի միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռից եւ այլ ծառայություններից։ Լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինն ասել է Ռուսաստանի կեցվածքի վրա Արցախյան հակամարտության ժամանակ։ Նշվում է նաեւ, որ Նիսանովն առանցքային դեր է ունեցել 2020-ի հուլիսյան մարտերից հետո Մոսկվայում հայկական օբյեկտների ու հայերի վրա զինված ու դիմակավոր ադրբեջանցիների հարձակումների ժամանակ։ Աննա Հարությունյան, Reopen Media։